Այսօր ես ուզում եմ քարոզել Հիսուսի ծնունդի մասին։ Այսպիսով Ղուկաս ավետարանը առաջի գլխի 26-րդ համարից պատմում է, որ Գաբրիել հրեշտակը Աստծուց ուղարկվեց Գալիլեայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր։ Մի կույսի, որը դեռ նշանված էր, բայց ամուսնացած չէր, Հովսեփի հետ, եւ այս կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը նրան երևալով ասում է. «Ողջույն քեզ, ով շնորհանկալ կույս, Տերը քեզ հետ է, դու կանանց մեջ օրհնյալ ես»։ Մարիամը տեսնելով հրեշտակին, այս խոսքի պատճառով շփոթվեց եւ ինքն իրեն մտածում էր, թե ինչպիսի բան պիտի լինի այս ողջույնը։ Եվ հրեշտակն ասում է. «Մի վախեցիր Մարիամ, քանի որ Աստծո շնորհ գտար եւ պիտի հղիանաս ու որդի պիտի ծնես ու նա պետք է լինի հրկիչը, քանի որ իր ժողովրդին պիտի փրկի մեղքերից»։ Եվ ես մտածում եմ, որ այդ ժամանակ Իսրայելում եղած մարդիկ գիտեին այդ մարգարեությունը, որը գրված էր Եսայիա մարգարեի 7-րդ գլխի 14-րդ խոսքում, որ մի նշան պիտի տրվի, կույսը պիտի հղիանա ու որդի ծնի։ Եվ այս մարգարեական խոսքը, որը Եսայիայի կողմից հռչակվել էր մոտ 600-700 տարիներ առաջ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդից, այդ խոսքը ժողովարանում ժամանակ առ ժամանակ խոսվում էր, կարդացվում էր, եւ այս մասին ողջ Իսրայելը գիտեր։ Միգուցե շատ կույսեր կարող էին երազել, որ միգուցե ինքը լինի այդ մեկը, որ այդ բաժինը իրեն ընկնի եւ ինքը դառնա այն շնորհք ընդունողը, որ ծնունդ տա Մեսիային։ Բայց ինչ տեղի ունեցավ, Գաբրիելը եկավ եւ Մարիամին այս ողջույնի խոսքը ուղղեց, որ դու շնորհք ես գտել Աստծուց, որ դու հաճելի ես եղել Աստծո աչքերի առջև։ Ու երբ որ ասում էր, որ դու երանելի ես կանանց մեջ, Մարիամն ինքը իրեն մտածում էր. այս ինչ է տեսնես այս ողջույնի խոսքը, ինչ է ինձ սպասվում, այդ ինչ շնորհք, այդ ինչ բարեհաճություն է, որ ես պիտի առնեմ Աստվածանից։ Եվ հրեշտակը ասում է. սա է ավետիսը, դու պիտի հղիանաս ու որդին, որ դու պիտի ծնես, նա փրկիչը պիտի լինի։ Հիսուս պիտի դնես անունը, իսկ Հիսուս նշանակում էր փրկիչ։ Նա իր Տեր, նա պիտի լինի մեծ, Բարձրյալի որդին պիտի կոչվի, Տեր Աստված նրան պիտի տա իր հոր Դավթի աթոռը ու Հակոբի տան վրա հավիտյան պիտի թագավորի, նրա թագավորության վերջը չի լինելու։ Ու Մարիամը զարմացած ասում է. այդ ինչպես է կարող է ինձ լինել, ախր ես դեռ տղամարդ չգիտեմ, որովհետև դեռ ամուսնացած չէր։ Հրեշտակն ասում է. ահա ինչպես պիտի լինի, Սուրբ Հոգին պիտի գա քեզ ու Բարձրյալի զորությունը քո վրա Հովանի կլինի, ուստի այն քեզանից ծնվելու Սուրբը Աստծո որդի պիտի կոչվի։ Ահա հրաշքը ինչպես կլինի, Բարձրյալի զորությունը քեզ վրա կգա, Սուրբ Հոգին Հովանի կլինի քեզ վրա, դու Սուրբ Հոգուց կհղիանաս։ Մարիամը լսեց այս ավետիսը, ու հրեշտակն ասեց. եթե դու մտածում ես ինչպես կարող է լինել, քո զարմուհին, որ իր մեծ տարիքի մեջ է, իր պարավության տարիքի մեջ, հղի է 6-րդ ամսվա մեջ, եւ սա ասված էր Զաքարիայի կնոջ մասին, որը իր պարավության ժամանակ նորից Տիրոջից խոսք ընդունելով Հովանես մկրտչով, Աստծո մարգարեով հղիություն էր ապրում իր ներսում։ Ասում է, որ Եղիսաբեթը արդեն 6 ամիս է ինչ հղի է։ Սա ինչ էր ասում ցույց տալու համար, որ այն ամուլը, քանի որ հղիացել է Տիրոջ զորությամբ իր այդ մեծ տարիքի մեջ, պես արդյոք անհնարին բան կա Աստծո առաջ, ոչ, անհնարին բան չկա Աստծո առաջ, սա էր ցույց տալիս հրեշտակը։ Մարիամն էլ ասեց. ահա Տիրոջ աղախինն եմ, քո ասածի պես թող լինի ինձ։
ու հրեշտակը գնաց նրա մոտից։ Մարիամը Աստծո ասած խոսքը ընդունելով Սուրբ Հոգու զորությունից ու Տիրոջ խոսքի սերմից հղիացավ ու գանք Մատթեոսի ավետարան։ Տեսնենք Մատթեոսն ինչ է պատմում, որտեղ Ղուկասի ավետարանը պատմում է Մարիամի կողմը։ Իսկ Մատթեոսը պատմում է արդեն ամուսնու Հովսեփի կողմից։ Ինչպես է ներկայացնում սա գիրքը։ Այսպես Հիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպով եղավ։ Մատթեոս 1:18 համար։ Նրա մայրը Մարիամը Հովսեփից նշանված դեռ իրար մոտ չեկած Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց։ Հովսեփը նրա ամուսինը արդար լինելով ու չուզենալով նրան խայտառակել, մտածեց, որ ծածուկ կերպով արձակի նրան։ Եվ երբ նա այս բանն էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան ու ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր Մարիամին իբր կին առնելուց, քանի որ նրա ներսում ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա իր ժողովուրդը իրենց մեղքերից պիտի հրկի։ Ինչ գեղեցիկ եւ հիասքանչ է ավետարանը նկարագրում այս ամեն կատարվածը։ Հովսեփը ով էր։ Մի մարդ, որը նշանված էր Մարիամի հետ։ Նա արդար մարդ էր Տիրոջ առջև։ Եվ հիմա ինչն եմ ես ուզում ներկայացնել ինձ եւ քեզ, որ տեսնենք Աստված իր իմաստությամբ ոչ միայն իր նախասահմանությամբ ընտրել էր Մարիամին շնորհ տալով, որ նա ծնի Հիսուսին, այլ նաև ընտրել էր Հովսեփին։ Աստված իր իմաստությամբ այնպիսի մեկին էր տեսել եւ ընտրել, որ լինի Մարիամի հետ նշանված, որ ապագայում նա լինի Հիսուսի երկրային հայրը։ Ինչ մարդ էր ընտրել Աստված։ Արդար, Աստվածապաշտ, Աստծո երկյուղը իր սրտում ունեցած։ Եվ ինչն է հետաքրքիրը, որ ավետարանը, երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ ավետարանը ներկայացնում է Աստծո գերբնական գործերը երկրի վրա։ Բայց ինչն է նաև հետաքրքիր, որ Աստծո գերբնական գործերը, սքանչելի, զորավոր գործերը կատարվում են սովորական, հասարակ մարդկանց կյանքում եւ Աստված գործում է մարդկանց մեջ եւ մարդկանց միջոցով։ Սա այնքան կարևոր է, որ մենք հասկանանք։ Որովհետեւ երբ որ սա մենք հասկանանք, կտեսնենք նույն սքանչելի Աստված իր սքանչելի գերբնական գործերը կամենում է գործել իմ կյանքի մեջ, քո կյանքի մեջ։ Մենք հասարակ մարդիկ ենք, հասարակ մահկանացուներ, բայց ինչ գեղեցիկ է, երբ Աստված ընտրում է հասարակ մարդիկ եւ զորավոր գործեր է գործում։ Ինչպիսին էր Հովսեփը։ Հովսեփը ասված էր արդար մարդ էր։ Նայելով արդար խոսքին կարող ենք այսպես մտածել, բայց չէ որ արդար մարդը ինչ պետք է մտածել, երբ որ նկատես, որ իր հետ նշանված աղջիկը հղի է։ Նա այսպես պիտի մտածեր եւ Աստված հենց այդ կերպով էլ մտածում էր, որ նա իրեն դավաճանել է։ Ու քանի որ դավաճանել է, ինչ անի, նրանից բաժանվի, զատվի։ Մարդկային արդարությունը ինչ կպահանջեր։ Մարդկային արդարությունը կպահանջեր դատ, վրեժխնդրություն։ Քանի որ ինքը վատավերաբերվել ինձ, չի պահել հավատարմությունը իմ նկատմամբ, մեղք է գործել, ուրեմն արժանի է դատաստանի։ Մարդկային արդարության առումով Հովսեփը պիտի բարձրաձայներ, բոլորին ներկայացներ ու ասեր, ինքը մեղավոր է, ինքը դավաճան է, ինքը շնություն է իբր գործել, մտածելով մարդկորեն։ Ու ինչ տեղի կունենար։ Մարիամը խայտառակ կլներ այդ դեպքում, ու նաև ըստ Մովսեսի օրենքի, ով որ մեղք գործած լիներ, նա արժանի էր քարկոծվելով մահանալու։ Բայց ո՞րն էր
Հովսեփի արդար լինելը Աստծո առաջ։ Պարզվում է, որ Աստծո աչքերի առջև արդարությունը նման չէ մարդկային արդարության։ Հովսեփի արդար լինելը Տիրոջ առաջ նշանակում էր Աստծո աչքերում ճիշտ դիրք գտնվելը, ճիշտ դիրքում կանգնած վիճակում լինելը։ Ու այդ արդարությունը աստվածային այսպիսին էր։ Ես չեմ ուզում, որ նա պատժվի։ Թեկուզ նա մտածում էր, որ Մարիամը սխալ է գործել, անհավատարիմ է եղել, դավաճանել է իրեն։ Բայց նա այսպես էր մտածում. թող որ նա չպատժվի, թող որ դատաստանը ինձանից չլինի, իմ միջոցով չլինի, Աստված է դատավորը, թող որ Աստված դատի։ Ես կլռեմ, ես կթաքցնեմ, գաղտնի կերպով նրան կարձակեմ, թող որ Աստված որպես դատավոր որոշի ինչ կերպով նրա հետ կվարվի։ Ես ողորմած կլինեմ իր հետ։ Աստծո առջև արդարությունը տեսնում եք ինչ զարմանալի բան է։ Աստծո արդար մարդիկ վրեժխնդրության չեն դիմում, չեն ուզում մարդկանց վատը անել, չարություն գործել։ Նրանք ուզում են ողորմություն անել, ու ողորմությունը դատի առաջ պարծենում է։ Ու երբ որ նա այսպես էր մտածում, սա հաճելի էր Աստծո առաջ։ Եվ ինչ անում Աստված, երազի մեջ խոսում է հրեշտակին ուղարկելով. մի վախեցիր, նրան որպես կին ընդունել եւ քեզ մոտ վերցնել, որովհետեւ նա քեզ չի դավաճանել, նա շնություն չի գործել, նա հղիացել է Սուրբ Հոգու զորությունից եւ նա իր ներսում կրում է մի պտուղ, ով Աստծո Սուրբն է, ու երբ որ այդ տղան կծնվի, նրա անունը կդնես Հիսուս, Եշուա եբրայերենով, որ հայրեն նշանակում է, թարգմանվում է հրկիչ։ Ինչքանի նա իր ժողովրդին կազատի մեղքերից։ Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի Տիրոջով ասվածը մարգարեի միջոցով, որ ասում է. ահա կույսը պիտի հղիանա ու որդի պիտի ծնի, նրա անունը Էմմանուել պիտի կոչեն, որը թարգմանվում է Աստված մեզ հետ։ Սա Եսայա 7:14 խոսքում ասվածն էր։ Հովսեփը քնից արթնանալով, ինչպես Տիրոջ հրեշտակը իրեն հրամայեց, այնպես արեց, ու իր կնոջը իր մոտ արավ։ Մենք տեսնում ենք Աստծո գերբնական գործերը կատարվում էին, ինչպես ասում եմ, հասարակ մահկանացու մարդկանց կյանքում։ Արդյոք հեշտ էր այդ գիշերը անցկացնել Հովսեփին, երբ որ նա մտորում էր, որ իր սիրած աղջիկը իր հետ նշանված իրեն դավաճանել է։ Նա ուներ դժվար գիշեր, դժվար օր, մտորումներ, անհանգստություններ, բայց երբ որ արդար կերպով էր մտածում, Աստված այցելեց, խոսեց եւ նա ընդունեց Տիրոջ հրամանը։ Եվ կատարվում էր ինչը մարգարեի բերանով ասվածը։ Ով է Տեր Հիսուս, երբ որ ծնվում է մեզ համար Աստծո որդին, առաջին հայտնությունը նա կլինի հրկիչը։ Տեր Հիսուսը այո ֆիզիկապես ծնվեց ու եկավ այս աշխարհ, բայց երբ որ Տեր Հիսուսը ծնվում է մեր սրտում, մեր ներսում են սկսում բնակվել, ում ենք ճանաչում նրա մեջ։ Առաջին հայտնությունը, որ Աստված տալիս էր, սա է. նա կկոչվի Հիսուս, իր ժողովրդին կազատի մեղքերից։ Աստծո որդին պիտի մեր կողմից ճանաչվի ամենաառաջինը, որ նա իմ ու քո հրկիչն է։ Նա եկել այս կյանք ինձ ու քեզ ազատելու մեղքից, անեծքից, դժոխքից եւ գալիք դատաստանից։ Ունենալ Հիսուսին, ասել է թե ունենալ հրկություն։ Ու երբ որ Տեր Հիսուս իմ ու քո կողմից ճանաչված է որպես փրկիչ, եթե ես եւ դու
Հավատացել ենք նրան ու կանչել. Տեր, եղիր իմ կյանքի փրկիչը, եղիր իմ Աստվածը Հիսուս, եղիր իմ փրկիչը։ Հաջորդը մարգարեն ինչ էր ասել։ Կկատարվի այս խոսքը։ Նա կկոչվի Էմմանուել, Աստված մեզ հետ։ Եթե Հիսուսը իմ փրկիչն է ու քո փրկիչն է, հաջորդ հայտնությունը, հաջորդ ճշմարտությունը, որը կատարվում է մեր կյանքում, սա է. Աստված լինում է մեզ հետ։ Աստվածն է սուրբ է, իսկ մարդիկս մեղավոր, մեղքի տակ ծախված եւ Աստծո գալիք բարկության համար որոշված, բայց երբ որ ամեն մի մեղավոր Հիսուսին ճանաչում է, որ Աստծո որդին ծնվեց ու նա իր փրկիչն է, այս ճանաչողությունը ինչ է բերում։ Սուրբ Աստծո ներկայությունն է բերում մարդուց կյանքի մեջ։ Եթե ես ու դու չունենք Հիսուսին որպես փրկիչ, մենք չենք ունենա Աստծուն մեզ հետ։ Աստված մեզ հետ է լինում, երբ Տեր Հիսուսը իմ ու քո կյանքի փրկիչն է, երբ որ նա ծնվել ու ապրում է մեր սրտում։ Հովսեփը վերցրեց Մարիամին, ամուսնացավ նրա հետ, այսինքն, բայց ինչ է ասված 25-րդ համար, եւ չգիտեցավ նրան, մինչև որ իր անդրանիկ որդին ծնվեց ու նրա անունը Հիսուս դրեց։ Այո, նա հնազանդվեց Տիրոջը, վերցրեց Մարիամին, բայց Հովսեփը ժուժկանություն ցուցաբերեց, նա չմոտեցավ նրան, նրա հետ անկողնային կյանք չունեցավ, ինչու, որովհետև նա հղի էր Աստծո որդով, մինչև որ ծնվեց անդրանիկ որդին։ Սա ցույց է տալիս, որ Տեր Հիսուսի ծնունդից հետո անցավ ժամանակներ եւ Մարիամը Հովսեփից զավակներ ունեցավ եւ ավետարանը այլ տեղերում ասում է Հիսուսի եղբայրների եւ քույրերի մասին։ Ես ուզում եմ Ղուկաս 2-րդ գլխի 7-րդ համարը կարդալ, այստեղ Ղուկասը Մարիամի կողմից է խոսում եւ ինչ է ասում Մարիամի մասին։ Իր 2-րդ գլուխ 7-րդ համարում է գրված. իր անդրանիկ որդին ծնեց։ Ինչքան հետաքրքիր է ավետարանը, մի ավետարանը լրացնում է մյուս ավետարանին, մի խոսքը գալիս է լրացնում ու հարստացնում է մյուս խոսքը։ Ղուկասը ինչ էր ասում, որ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն։ Բայց ինչն է ուշագրավ, որ Մատթեոսի մեջ, քանի որ Մատթեոսը խոսում է Հովսեփի կողմից, ինչ ասում, եւ չգիտեցավ նրան մինչև իր անդրանիկ որդին ծնվեց։ Ինչ զարմանալի բան։ Ֆիզիկապես նա Հովսեփը Հիսուսի հայրը չէր, կենսաբանորեն նրա հայրը չէր, որովհետև Տեր Հիսուսի մարմինը սերվեց Աստծո բերանի անապականյալ սերմից։ Բայց երբ որ որդին ծնվեց, ինչպիսին կերպով ընդունեց Հովսեփը Հիսուսին, որ նա իր որդին է։ Ահա Աստծո իմաստությունը, Աստված ինչպիսի մարդ էր ընտրել, որ լիներ Մարիամի ամուսինը, որ նա այնպիսի սիրտ ուներ, որ կարող էր Հիսուս մանուկին վերցնել իր գրկի մեջ, սիրել նրան, հոգ տանել նրան, խնամել նրան, դաստիարակել նրան, ինչպես իր զավակը։ Պատասխանատվություն ունենալ իր սրտում մանուկի համար, որ նա իրենն է, եւ քանի որ Աստծունն է, ուրեմն իրենն է։ Ու փառք Աստծո սրա համար։ Երբ Հիսուսը ծնվեց, Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, Հերոդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ։ Ավետարանը լի է այս գերբնականով, Աստծո զորության, պատմությունով,
բայց սա միստիկա չի, սա լեգենդ չի։ Եվ սրա համար ինչ է ասված, ավետարանը ինչպես է պատմում։ Եթե առաջի գլխի առաջին համարները անգամ կարդանք, ավետարանը 42 սերունդ է պատմում Աբրահամից սկսված մինչև Հիսուս Քրիստոսի ծնվելը։ Պատկերացնում ես 42 սերունդ անուններ է թվարկում։ Ինչու՞։ Ցույց տալու համար ավետարանի իրական լինելը, ճշմարտացի լինելը, Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, սա մարդկային իրական կյանքերի պատմություն է, եւ այս իրական կյանքերի պատմության մեջ մի գիծ է գնում։ Աստված ընտրել էր Աբրահամին, դարձրել ազգ, որ այդ ազգից ծնվի Հիսուս Քրիստոսը, Աստծո նպատակը իր որդուն ուղարկելն էր երկիր, որ նա մարդանար, որ իմ ու քո նման մեղավոր մարդուն հրկեր, կյանք պարգևեր։ Եվ հիմա երբ որ կարդում ենք երկրորդ գլխի առաջին համարը, որ ինչ է ասված, Հիսուսը որտեղ էր ծնվել։ Հրեաստանի Բեթլեհեմի մեջ Հերոդես թագավորի ժամանակ։ Ավետարանը ցույց է տալիս քաղաքը, սա Բեթլեհեմում էր։ Բեթլեհեմ այս խոսքը թարգմանվում է հացի տուն։ Եվ իհարկե, որտեղ պիտի ծնվեր Աստծո որդին, ով երկնքից իջնող հացն էր, որ մեզ կյանք տար։ Նա պիտի լիներ հացի տան մեջ։ Եվ ավետարանը նշում է անգամ ում օրերն էր, ով էր թագավորը, Հերոդեսը։ Այսինքն ստացվում է, որ ավետարանը ուզում է ցույց տալ, որքան իրական է այս պատմությունը։ Ցույց է տալիս պատմականորեն ժամանակային հատված եւ ցույց է տալիս աշխարհագրական դիրքը, ժամանակը։ Որ սա լեգենդ չի, սա էպոս չի, սա մարդկային հնարվածք չի։ Եվ ինչ եղավ։ Արևելքից մոգեր եկան Երուսաղեմ ու ասեցին, որտեղ է նա, որ հրեաներին թագավորը ծնվեց, քանի որ մենք արևելքի մեջ նրա աստղը տեսանք ու եկանք նրան երկրպագելու համար։ Ինչ մարդիկ էին սրանք, մոգեր։ Այս մոգ խոսքը հուներեն բնակվից որ թարգմանվում է մոգ, աստղագուշակ, իմաստուններ, մարդիկ, ովքեր երկնքի աստղերը, երկնքի երեսը քննելով ինչ-որ բաներ էին հասկանում ապագայի հետ կապված։ Մենք կարող ենք այսպես հասկանալ, որ արևելքի իմաստունները ցույց են տալիս արևելքում եղած տարբեր ուսմունքները, կրոնական ուղղությունները, ցույց են տալիս ինչ-ինչ ուղղություններ մարդիկ, ովքեր հոգևոր աշխարհի հետ կապ ունեն, այս սա ինչ է ցույց տալիս, որ նրանք ինչ կլինի, այս բոլորը կգան Հիսուսին ծունկ ծռելու համար։ Բոլոր այն մարդիկ, հոգևոր աշխարհի հետ կապ ունեն, հոգևոր բաներ են սկսում հասկանալ, նրանք ինչ կտեսնեն։ Նրանք կտեսնեն, որ Հիսուս Քրիստոսը բարձր է բոլոր կրոններից, բոլոր չաստվածներից, բոլոր աստղերից ու մոլորակներից ու ստեղծվածներից Տեր Հիսուսը բարձր է եւ նրանք ինչ կկամենան խոնարհվել Հիսուսի առաջ։ Նրանք եկան, քանի որ Աստված աստղ էր բարձրացրել երկնքում։ Եվ սա մի աստղ էր, որը ցույց էր տալիս, որ թագավոր է ծնվել։ Եվ նրանք եկան այդ աստղի ետևից, եւ այդ աստղը հասավ Երուսաղեմի մոտ էր, եւ նրանք սկսեցին հետաքրքրվել։ Որտեղ է որ նա ծնվել է։ Մենք ուզում ենք նրան երկրպագել։ Երբ Հերովդես թագավորը սա լսեց, խռովեց, բոլոր Երուսաղեմը իր հետ շփոթվեց։ Ապա ժողովելով բոլոր քահանապետերին, ժողովրդի դպիրներին հարցնում են նրանց, թե Քրիստոսը որտեղ պիտի ծնվի։ Նրանք էլ ասում են.
Հրյաստանի Բեթլեհեմի մեջ, քանի որ այսպես է գրված Մարգարեի ձեռքով, եւ սա Միքիա Մարգարեի 5-րդ գլխի 2-րդ համարից սկսված հատվածն է մեջ բերվում։ Դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի իշխանների մեջ բնավ պստիկ չես, քանի որ քեզանից իշխան պիտի դուրս գա, որ իմ Իսրայել ժողովուրդս պիտի հովի։ Այն ժամանակ Հերովդեսը ծածկաբար մոգերին կանչեց, ստուգեց նրանցից աստղի երևացած ժամանակը, նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց, գնացեք ստույգ իմացեք այն մանուկի վրայով ու երբ իմանաք, ինձ հայտնեք, որպեսզի ես էլ գնամ նրան երկրպագեմ։ Երբ նրանք թագավորին լսեցին, գնացին, եւ ահա աստղը, որ արևելքի մեջ տեսել էին նրանց արշավից գնաց, կանգնեց մանուկի եղած տեղի վրա։ Նրանք էլ շատ ուրախացան սրա համար։ Մոգերը եկան եւ ինչ հայտարարեցին։ Մենք տեսանք աստղ, որը մի բան էր մեզ հուշում, որ ծնվել է թագավորը հրյաների։ Մյուս կարևոր հայտնությունը որն է, որ Աստված կամենում է ես ու դու ունենանք Տեր Հիսուսի ծննդով։ Նա փրկիչ է, Աստված Հիսուսին փրկիչ տալով մեզ, գալիս եւ մեզ հետ է լինում, Էմանուելն է, եւ որ Աստված մեզ հետ է, ով է Հիսուսը մեր կյանքում։ Թագավորը։ Ես եւ դու կարիք ունենք նրան տալու մեր կյանքի ամենը։ Եվ ասելու դու ես իմ կյանքի թագավորը, թագավորիր, կառավարիր, տիրիր ինձ, ես ուզում եմ քո թագավորական օրենքներով ապրել, որովհետև ամեն մի թագավոր ունի թագավորություն և ունի իր թագավորության օրենքները, սահմանադրությունը, պատվիրանները, կանոնները, Հիսուսին ունենալ փրկիչ և ունենալ Աստծուն մեզ հետ, սա տանում է դրան, որ ես և դու ասենք Տեր Աստված, թագավորիր ինձ վրա։ Ես չեմ ուզում ապրել մարդկային կանոններով, մարդկային մտքերով։ Ես ուզում եմ քո օրենքով, քո պատվիրանքներով ապրել։ Ես ուզում եմ հպատակվել քեզ, որ դու որպես թագավոր ինչ անես, իշխես իմ կյանքի վրա։ Ու երբ որ մոգերը հարցրեցին, որտեղ պետք է նա ծնվի, Հերովդես ինքն էլ չգիտեր, բայց սարսափեց, խռովեց, երբ որ լսեց, որ թագավոր է ծնվել։ Ինչու խռովեց, որովհետև մի բան հասկացավ։ Նա էլ գիտեր, որ Եսային մարգարեացել է, որովհետև ամբողջ Իսրայելը գիտեր այդ մարգարեության մասին, որ ինչպես պետք է ծնվեր Մեսիան, խոստացված թագավորը, ինչպես որ Նաթան մարգարեն Դավիթին էր մարգարեացել, որ քո շառավիղից դուրս կգա թագավոր, որի թագավորությանը վախճան չի լինի։ Եվ հիմա այս թագավորը, որը կարճած էր իր աթոռին, սարսափեց։ Եթե նա ծնվել է, ինչ կլինի ինձ հետ, իմ թագավորական աթոռը կընկնի։ Ես կզրկվեմ իմ աթոռից, իմ իշխանությունից, իմ ունեցվածքից, իմ ազնեցությունից, իմ հարստությունից։ Սիրտը դող ընկավ եւ ինչ էր անում։ Փորձում էր հայտնաբերել որտեղ է թագավորը ծնվել, մի նպատակ ունենալով, որ նրան սպանի։ Բայց սա թաքցրեց, ու երբ որ հարցրեց քահանաներին, նրանք գրվածները իմանալով Միքիա մարգարեի 5-րդ գլխի 2-րդ հատվածից վերցրած ասեցին. Բեթլեհեմում պիտի ծնվի թագավորը, եւ նա ով պիտի կոչվի, ով Հուդա, դու փոքր չես Իսրայելի մեջ, որտեղ թագավորը իշխանը քեզանից պիտի դուրս գա, ով Իսրայելին պիտի հովի։ Հաջորդ կարևոր հայտնությունը։ Տեր Հիսուսը, ով որպես փրկիչ ծնվում է մեր կյանքում, Աստված է, որ դառնում է մեզ հետ, երբ որ նա մեր թագավորն է, նաև նա կամենում է լինել մեր բարի հովիվը։ Ինչ անում բարի հովիվը, նա հոգ է տանում իր գառների համար։ Բարի հովիվը տանում է մեզ սառնորակ, անուշ, քաղցր ջրերի մոտ,
եւ տանում է իր անունը, իր առատ արոտավայրերը եւ 23 Սաղմոսն ասում է, որ այդ բարի հովիվը պաշտպանում է թշնամիներից, կերակրում, խնամում ու խնջույքի սեղան է բացում թշնամու առաջ։ Փառք լինի Տիրոջը։ Տեր Հիսուս ծնվեց, որ լինի մեր բարի հովիվը։ Եվ Հերովդեսը այս գաղտնիքը բացեց մոգերին, որ նա պիտի լինի Բեթլեհեմում ծնված, ու ինչ խնդրեց։ Գնացեք, գտեք մանուկը որտեղ է, ինձ էլ ասեք, որ գամ ձեզ հետ նրան պաշտեմ։ Խորամանկաբար սա ասեց եւ մոգերին ուղարկեց։ Մոգերը գնացին, Աստղը տարավ, կանգնացրեց այն տեղում, որտեղ որ Հիսուս մանուկն էր։ Ղուկասի ավետարանում ասված է, որ երբ որ եկան եւ Տեր Հիսուսը պիտի ծնվեր, չկար իջևանատներում տեղ, հյուրանոցներում տեղ չկար, աշխարհագիր էր, ամեն մեկը պետք է գնար իր ծննդավայրը եւ գրվեր։ Այս պատճառով տեղ չէին գտել նրանք եւ որտեղ էր ծնվել Աստծո որդին։ Մսուրում, ախորում, Աստծո որդին թողնելով երկնքի հարստությունը, չոխությունը, փառքը, Աստծո ծոցին դուրս գալով Աստծո որդին եկել մարդացել էր ու որտեղ էր ծնվել։ Գոմում։ Ինչ նմանություն էր սա։ Սա նմանությունն էր, որ մեր կյանքը, մեր մարդկային սիրտը փչացած է։ Նման էր գոմի, աղբով լցված, եւ Տերը բարեհաճեց մեզ նման մեղավորների սրտում ծնվի, որպեսզի այդ գոմը ինչի վերածի, իր փառքի տան, սրբի, մաքրի եւ փառքի տաճարի վերածի։ Բայց հետո տեղ էր բացվել եւ արդեն նրանք գոմում չէին, ախորում չէր Տեր Հիսուսը։ Իր ընտանիքի հետ տան մեջ էր եւ Մատթեոս 2-րդ գլխի 11-րդ համարում ասված է. Մոգերը տուն մտնելով տեսան մանուկը իր մոր Մարիամի հետ։ Ունկան երկրպագեցին նրան եւ իրենց գանձերը բացելով նվերներ տվեցին նրան, ոսկի, կնդրուկ ու զմուրս։ Ու երազի մեջ հրաման առնելով, որ նորից Հերովդեսին չվերադառնան, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Եկան, մտան այդ տունը եւ ում տեսան մանուկին։ Մարդկային առումով կարելի էր մտածել, որ գիրքը պիտի պատմի։ Տեսան Հովսեփին, տեսան Մարիամին, տեսան մանուկին։ Ինչու, որովհետև երբ որ մտնում ես տուն, ում ես տեսնում մեծերին, ծնողներին, որոնք խնամք են տանում փոքրիկ նոր ծնված երեխայի համար։ Բայց գիրքը ուղղակի չի պատմում։ Ինչ ասում, մտան տուն եւ ում տեսան։ Նրան, ով թագավորն էր։ Այո, երբ որ տուն են մտնում, տեսնում են նախ եւ առաջ թագավորին, ով թագավոր է, ով կանչված է իշխան լինելու, իրելու եւ ազգերը իշխելու, իր ուղղության գավազանով առաջնորդելու։ Նա մանուկ էր, բայց թագավորն էր։ Հետո միայն Մարիամին տեսան։ Ու ինչ արեցին, վայր ընկան մանուկի առաջ, ոչ թե Մարիամի, վայր ընկան ծնված մանուկի առաջ, որովհետև նա Աստված էր մարմնի մեջ, ու արժան էր երկրպագության, և բացեցին նվերները իրենց, ոսկի, հետո կնդրուկ և զմուրս ու լցրեցին նրա ոտքերի տակ։ Ինչ էին ցույց տալիս այս նվերները։ Ոսկին ցույց է տալիս մաքրությունը։ Ոսկին ինչպես են ստանում։ Վերցնում են հանքա նյութը, կրակի մեջ անցկացնում են
Եվ բոլոր անպիտանի տարերը, էլեմենտները առանձնանում է եւ մաքրված զտված ոսկին է առանձնանում կրակից վերցվում։ Սա ցույց է տալիս, որ նա սուրբ է, անարատ է եւ մեղքը չկա նրանում։ Ոսկին նաեւ ցույց է տալիս ոչ միայն նրա սրբությունը, այլ որ նա թագավոր է։ Որովհետև ոսկին արժան է թագավորին, ու մենք գիտենք, որ թագավորները, երբ որ բազմած են լինում իրենց թագավորական գահին, այդ թագավորական աթոռը պատրաստվում է ոսկուց։ Անգամ թագավորը, երբ որ նստած է հանդերձանքն էլ, ինչպիսին է հագուստը, ծիրանի գույնի եւ ոսկով պատված է լինում։ Հաջորդը, մյուս խորհուրդը, կնդրուկը մի բույս էր, որը օգտագործվում էր խունկը պատրաստելու համար։ Խունկը քահանաներն էին ծխում Տիրոջ առջև։ Նա թագավոր էր եւ նաեւ նա ով էր, նա քահանապետն էր Մելքիսեդեկի կարգի պես։ Նա Աստծո առջև պիտի ինչ աներ, իմ ու քո համար միջնորդեր, բարեխոսեր եւ լիներ քահանապետը։ Եվ սրա համար նրանք տվեցին խունկը, կնդրուկը դրեցին նրա ոտքերի տակ։ Նա ոչ միայն քահանապետն էր, նաեւ այս կնդրուկը խորհրդապատկերում էր սա։ Խունկը պիտի ծխվեր, բարձրանար որպես աղոթք, անուր բուրմունք Աստծո գահի առաջ։ Սա նաեւ ցույց է տալիս, որ նա Աստված է եւ արժան է երկրպագության ու աղոթքները, որ մատուցենք Տեր Հիսուսին ու նրան բարձրացնենք մեր աղոթքների մեջ, նրան գովաբանենք, նրան օրհնենք, նրան աղաղակենք ու կանչենք։ Նա Աստված է։ Հաջորդը զմուրսը, ինչ էր սա խորհրդապատկերում։ Դա լիներ կնդրուկը, թե զմուրսը, դրանք շատ թանկ արժեին, բայց զմուրսը մի դառը խոտ էր, բույս էր, եւ այս դառը բույսից ինչ էին ստանում, նյութ, որ կարողանում էին մահացածի մարմինը պատել, որպեսզի մեռածը չքայքայվի ու մարմինը մնա, եւ կհիշենք Հովսեփին, ով գիտեր, որ գալու է ժամանակ, Աստված այցելելու է եւ իր ժողովրդին Եգիպտոսից հանելու է, եւ ինչ է տվել, մի պատգամ սերունդներին, իմ մարմինը չթաղեք Եգիպտոսում, երբ որ Աստված այցելի Իսրայելին հանի, իմ մարմինը տարեք Քանանի երկիր, եւ Աստված է Հովսեփի մարմինը զմուրսով պատեցին եւ պահպանեցին, մինչեւ որ ելիցի ժամանակ հետները դուրս բերեցին։ Խորհրդապատկերը ցույց տալու համար, որ հարության կյանքը ուր է տանելու դեպի Քանան, դեպի հավիտենական կյանք։ Եվ հիմա ինչու էին կնդրուկը զմուրսը մատուցում Տիրոջը որպես նվեր, ցույց տալու համար, որ կա նրա կյանքում մի հատված կլինի, դառը, եւ այդ դառնությունը կլինի չարչարանքները, տառապանքները, իմ ու քեզ համար նա միջնորդ կլինի եւ մեր մեղքերի բեռը ու հարվածները կառնի իր վրա եւ այդ դառնությունը ինքը կընդունի, նա կմահանա, բայց նրա մարմինը կարծես թե ինչպես որ զմուրսը թույլ չի տալիս մարմինը նեխի, նրա մարմինը ապականություն չի տեսնի, այլ հարություն կառնի եւ այդպես էլ եղավ։ Տեր Հիսուս մեռավ, բայց երրորդ օրը հարություն առավ, նա դառնությունը, չարչարանքներն ու տառապանքներն ընդունեց, բայց լինելով Աստծո սուրբը, նա հարություն առավ լեռներից։ Եվ նրանք այս ամենը մատուցեցին Հիսուսի ոտքերի տակ եւ ինչ արեցին, երկրպագեցին Աստծո որդուն։ Հալելույա։ Փառք լինի Տիրոջը։ Օրհնյալ է Աստծո որդին, ով մարդացավ։ Հիսուս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս,
Հալելույա։ Այո, Հիսուս ծնվեց եւ հայտնվեց։ Ասա ինձ հետ, մեզ եւ ձեզ, մեծ ավետիս, շնորհակալ ենք Հայր, որ քո որդուն տվեցիր, որ նա մարթանա, քո որդուն, ով Աստված, բարեհաճեցիր, որ նա գա, մեր մեջ բնակվի, մեր մեջ ծնվի ու մեր մեջ ապրի։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու բարեհաճեցիր Մսուրում ծնվել, մեր նման ապականված մարդկանց սրտում ծնվել, մենք որ մեղքով ապականված էինք, քո առաջ ախորի ու գոմի տեսք ունեինք, որովհետև մեղքի ապականությունն էր դա, որ գարշելի էր քեզ, բայց դու լինելով Աստծո սուրբ, մեր նման անսուրբ ու մեղավոր մարդկանց սրտում հաճեցիր ծնվել, այո այն պահին, երբ որ մենք կանչեցինք, մենք հավատում ենք, որ դու մեղելներից հարություն ես արել, դու ես մեր կյանքի Տերն ու Փրկիչը, դու ով ես Եշուա, ով Փրկիչ Աստված, ծնվեցիր մեր սրտում եւ մեզ վերստին ծնունդ պարգևեցիր, որ ապրենք քո կյանքով, որ ապրենք Տեր Հիսուս, որ լինենք քեզ հետ հավիտյան։ Շնորհակալ ենք Տեր, մենք երկրպագում ենք քեզ ու գիտենք, որ գալու է ժամանակ, ինչպես այս մոգերը եկան ու խոնարհվեցին քո առաջ, բոլոր իմաստունները, բոլոր մնացած ուսմունքներն ու կրոնները, ինչպիսին էլ որ լինեն, որքան էլ իմաստուն իրենց կարծեն, կգան ու կընկնեն քո առաջ ու կխոնարհվեն քո առաջ, ընդունելով որ դու ես միակը, դու ես Տերն ու Աստվածը, դու ես Էմանուելը։ Հալելույա։